ու ոչ մի պարագայում ոչ մեկի չվստեք ու ոչ մի տեղից այդ ուտը չհանեք, մինչև ես չկամ։ Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույսերի ժողովուրդ, խոսում է Վարդան Ղուկասյան, այսօր հունվարի 19-ը Միացյալ Նահանգներում, ցերեկվա ժամը 3:30։ Ուրեմն շատ կարևոր մի 2-3 թեմաների եմ ուզում անդրադառնալ։ Նախ առաջին են Վիկտոր Մանասականյանի հետ կապված։ Ոնց տեսակ Վիկտոր Մանասականյանը այդպես չելով ասեց, Նիկոլ դու Բոզի տղա ես, հետևաբար Վիկտոր Մանասականյանը Բոզի տղա է։ Գրեմ եւ պечатում եմ, որովհետեւ հելելես աչուձախ պատերի տակ խոսում ես, ասում ես դոգը Նիկոլա կանա, դոգը օրը 24 ժամ Նիկոլա խեռում։ Այսինքն եթե Նիկոլին դա դուրագալի, հետևաբար դուք պիտի հելնեք յանետ ու բանից անեք, հետևաբար Ямар նորմալ է, որովհետև իզվրաշնալ։ Բայց քանի որ դուք չեք խռում, նշանակում է ինչ է նշանակում, որ նիկոլականը դուք եք, որովհետև եթե դուք հանկարծ բան անեք, պիտի գացեք բռիշինի, եթե վախը մեկը ցիսանեք, գնացեք ծրսից արեք։ Ծրսից չէ, ոչ ծրսից եք անում, ոչ ծրսից եք անում, խախտել անվանում եք նիկոլական։ Այդ դեպքում երբ որ իր հետ աշխատել էիր, Բոզի տղա, հիմա նիկոլականով է, ես դեսի ժամանակների չէ, որ դրանագությունը կա, քեզ տեղ հասնի, հետևած ժամանակից էլ հագին անցավ մեր քույրիկը։ Ձեր փոյթը դուք չեկավ, խախտի տղա մարալիկ։ Էսիկ մեկ, էդի քեզիկ ցալիկ ցեք միան, հաջորդը։ Այսօր ես իմանում եմ, որ ինչ-որ մի պորրիկից անուն դատավոր, արես ամենաբուն իմաստով, Խուզարկության թույլտվություն տվել Ցեղասպանության տուն-թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի երկու բնակարանները, որ գնա խուզարկել, մեկը Լեննականում, մեկը Երևանում, միաժամանակ։ Ես այդ դատավորին ինչ կարամ ասեմ։ Ես այդ դատավորին կարամ ասեմ, որ Էրդողանի խեռը Էրդողանը յախերը տնի կնկած բերանը, նավարից բերանը ու սաղ ընտանիքով անեք գլը։ Այ մարդուկը թուրքին այդքան շատ չի սիրում, ինչքան որ սրանք թուրքին։ Հայկ Դեմոյանը առաջին այն մարդկանցից մեկն էր, որ Նիկոլ Փաշինյան պոռնիկի ծնունդին բերին ու անմիջապես այս մարդուն հանեց Ցեղասպանության տուն-թանգարանի տնօրենը, 1 թվական մարդ։ 8 տարի, 7 տարի անց Ցեղասպանության տուն-թանգարանի դիրեկտորի տնից ինչ պիտի հանեիք դուք։ Այս հետարքիրա բացի ցեղասպանությանը վերաբերվող թուղթանակներին։ Այսինքն փաստաթղթերին, որ տանեիք, ճղեիք, վերացնեիք։ Հայկ Դեմոյանը եղած շեղածը տնի այն քնիչների, այն դատախազների բենի մեջ ու չհանի, այն 1.5 միլիոն հայոց ցեղասպանության զոհերը, որոնք որ կոտորվեցին Դերձորի անապատներում, Վանում, Էրզրումում, Մուշում, Արտահանում, Խարսում, դրանք բոլորը ծածկեն այն քնիչների, օպերների, նավարների տուն ու տեղը, որոնք որ գնաց են մտնել են Հայկ Դեմոյանի տուն։ Ուզեցել են ատեղից գտնել փաստաթղթեր հանեն, դեռ ասեն, ատես թուղթ չկա, ցեղասպանություն չեղե, հələ մենք պիտի Սուլեյմանին, Բայազետին, Էմիրին բերենք, ցուսմուկ վեկալենք, տենանք հələ Նուշիկին, Նունիկին եւ մյուսներին թուրքերը արդյոք կոտորել են, թե տարել են Սաունա, չգիտեմ, կուկուլանատում անբայնար են, ոսր ասում են Անդրանիկ Քոչարյան ղախտի տաղեն։ Լավ է, ես ուզում եմ միացել դիրեմ ես քնչականի պես հաճելի մարդուն։ Դու վաղը մյուսով ոս ես հոգի տալու, հա? Այսից հետարքիրա։ Նիկոլի լավը, մի քանանից հետո ծռվավ, այդ շիզոֆրենիկ Բոզի տղու։ Լավ, դուք ո՞ց եք պատասխան տալու, եկող իշխանությանը, կամ այդ նույն դատավոր Բոզի տղեն, որ թույլտվություն տվել, ասեք չի ասե, Հայկ Դեմոյանի բնականից ինչ պիտի գնա թեպեք, հել ասեք տենամ, նարկոտիկ, զենգզինամթեք, պոռնոգրաֆիա, ինչ, թանգարանի դիրեկտոր եղել, ինչ պիտի գտեք, ո՞ց է թույլտվությունը տվել։ Աննա Վարսապետյան, տուն ու տեղը ծածկնի սաղ թուրքական բանակը, Աշակ Հակոբյան, թողիշ, նաբարատուրյան ինչև մա գործում է, նարկոտիկ արտադրը բուցեր մասաղ սա հանրապետությունով եք, Աշոտ Ավակյան, Աշակ Հակոբյան, Վովա, Մովա, դրանք սաղ մնացին ազատության մեջ, գնաց է տպել եք Հայկ Դեմոյանի, Աճապարյանին, մյուսին, այ պոռնիկ, ես ինչ բառ քեզ ասեմ, որ դու ազդվես նրանից աղջիկ ջան, եթե դուք մարդ կոչվելու իրավունք չունեք,
Դուք հայ կոչելը մի հատ էլ հելնում են Վարդան Ղուկասյանը, որ անդրադարձել էր Սալավյովին, ասում էին Վարդան Ղուկասյանը Սալավյովը պաշտպանում։ Մենք ինքնիշխան պետություն ենք, մեր Սալավյովը բան ասել։ Իմ խեղճ գլուխն եք դուք ինքնիշխան պետություն եք։ Այդպես կոմենտարներ գրողներ։ Ձեր ինքնիշխան։ Ես մեռա ասելով Հայաստանի դեպը կա երկու տուր, մի դրան վրա գրածա Թուրքիա, մի դրան վրա գրածա Ռուսաստան։ Ուրիշ տուր չկա։ Եթե կա այդ ուրիշ տուրը, բերեք ցույց տամ, այդ որ տուրն է, որը դուք ուզում եք բացեք, մտեք, ու չես չէ թողում, դուք բացեք մտեք։ Ասում եմ Ռուսաստանը զենք չէ մատակարարում էր։ Արա միլիարդ ու կես դոլարի զենքը, նվերտվիկ բանտիկով Ադրբեջան ու հելակ։ Այդ ով է ձեզ տվել։ Это выставит, или перестаж, или так, Алевит, даже Алевит у Турции, то есть Алевит займался, вот, из Ахкат Хайастане, миллиарды зенг динаматер, Гарабагун Вости, Гарабагун, ползитага нахакадеров, тавин Туркиру, у Тогин Турсекалис. Խաղոպարով, դուք ռեպը անջատեք, դուք թողակ բայրակ թարերը կամեզիոներին են բանից հանեն, մենք մեզի սմերջից նրազով խպենք շուշի մշակույթի տանը մեր ոստիկաների կապու ֆորմով, որ վեկան է հարկել են ռազմաճակատ կմպսնենք ասենք ռուսա մեղավոր, Պուտինն է մեղավոր, ձեզ տեղով պիտի գաս կրվեշատ ներեղություն, դուք չեք կրվում, դուք Կերպաճերը առած մի կրակոցի հանձնեք, Շուշին առած մի կրակոցի հանձնեք, Ղարաբաղ առած մի կրակոցի հանձնեք, պաստականեք, թողեք ընդի զուրդ գաք, Պուտինն է մեղավոր, արա դուս խոսալը խոն շան տողություն չի լավ։ Հերիքից էր բոլոր մեղքերի մեջ մեղադրեք Ռուսին, Ամերիկասուն, Եվրոպասուն, Պարսիկին, բա դուք ինչ անեք։ Դուք էլ հունվարի 30-ին գնաք բոզի տղու հետ դիսկոտեկա հանրապետությանը հրապարակում պարեք, Պուտինն է մեղավոր։ Հա? Այդ առաջի ակարգեն հլիասի մեր սիմվոլները զոհվեցին հանուն ոչնչի ու մի հասցնող չելավ ասել խերս տնեն բալեկի բերանը ինչ է նշանակում առանց հանուն ոչնչի այդ ինչ ես դուք խոսում աղջիկ ջան Պորնիկ ջան այդտեղ ռուսը ամերիկացին կամ գերմանացին մեղավոր է դուք ձեր ազգային արժանապատվությունից հրաժարվեք ցեղասպանությունից հրաժարվեք այդտեղ ռուսը մեղավոր է Դուք ձեր կենտի վրից Արարատ եք ուզում հանեք, Ռուսը սովետի ժամանակ Արարատ կեզը պատկերված է սովետական Հայաստանի կերպի վրա, հիմա ուզում եք հանեք, այդտեղ ռուսը մեղավոր է, Արա ջան, հերիք էլ ավելի ձեր բոլոր անիքնասիրությունների մեջ մեղադրեք սրան, նրան, մյուսին, հերիք եղավ, այսքան բանտարկյալ կա բանտերում, այդտեղ ռուսը մեղավոր է, կամ չգիտեմ, պարսիկը կամ էլ Հա, դուք Ադրբեջանից մեզ կոտորած պետությունից նավթ բերեք, մեր վրեն ծախեք, վերջում ասեք հագանքի դուք եք մատուցում բանի գերապելուրին, ու մեկը չի նմասում, այ շիզորն եք կաղպի տղա, ես ինչ ես խոսում։ Դու բիզնես անես, այդեղ իմ զինվորի հիշատակը ինչ կապ ունի դրա հետ, ոսնիկ չի լմ խոսա, այդեղ որևիցե մի ազգ մեղավոր է, ձեր փոխայնով պիտի կրվի։ Դուք բանակից փախնեք, բաշինեք, բանակը փոխտակ, բանակից ազատվեք։ Եզին, ասորին գազետեղը զոհվի, վերջում եզին հլիդես կնադատի, դուք ասեք իրավուկ չունես հային կնադատ, դու եզին ծսրի տենց հային։ Եզին ծսրի տենց հայի, որ եզու բալեն պիտի գնա զոհվի, իսկ հայի բալեն պաչը կհասցնի, արշակի տղեն, վովայի տղեն, մյուսի տղեն, պաչը կհասցնեն Երևանի մեջ դալոք Շինեն, եզին գրած է տեղը զոհվի, վերջում եզին հրդի խոսնա, դուք եզդում մեղադրեք։ Հա։ Այ քեզի պոզի տղալություն, ես ինչ իշտարավ ես ազգը, ես իշտարակ դուք։ Եկեղեցին հելել եք, վասը Ղուկասյանին մեղադրում եք տեսեների կսելու համար, ես որ էտ նույն տեսեներով որ ես կսան էի, դրանց եկեղեցու մոտ, բլոտ տաղում են սերած։ Ձեր կաթողիկոս կոչվածը տեսեր ակարգալությանը, պատարելով տեսերը վերականգնվում է։ Ուզում են կաթողիկոսին ծսեն անենք ցենտրում։ Այդ նույն տեսերները ձեր։ Ժամանակին են կճան, որ ես տրուսիկս հանեք օխել էի բերանները, դուք ասում եք Սրբազանին բան ասում, արգիշտի հորը բան ասում, բայց որ արգիշտի հերը, նույն կճորանը դրած եկեղեցի միջից կպսում են։ Ախը չեք հլմ ծսնեք։ Մի հատ Սալավյովին, այլինը դրած, բաց այդոս Սևանիմնա, Երևանիմնա, Բանիս կոնյակ խերս են արտադրում անունը դրած Երևան չեք վերցնում կողեք արտադրողի բերանը կապոն մի բուզ լրագրող բան ասում ասում եք ինքնիշխան երկիր եք դուք իմ խերրի գլուխն եք այդպես բան ասողն եք դուք ինքնիշխան եք ուր է ձեր ինքնիշխանությունը ուր է
Դուք բանակ չունեք, որ ձեզ պաշտպանի։ Միակ բանը Վազգենը թողել է բանակը, Սերժո Ռոբիկը բանակի մորն էլ անիցին, բռնկեցին մի կողմ դարելա միլիցեքի հավաքածու, ուրա ձեզի բանակ։ Ինքնիշխան պետությունը բանակ է ունենում, ինքնիշխան պետությունը զորք է ունենում եւ տնտեսություն է ունենում։ Նորմալ արդար դատարաններ է ունենում։ Ոչ թե այսօր համ Նիկոլը, համ դատավորը, համ կաթողիկոսը, համ վարչապետը, համ ամեն ինչը, ու ոչ թե չի լմասի, տունը ծսնևից չես անում, այ իզորաշեն բոլզի տղա, մալադեց էլ լանագրող աղջկա, որ գիրք հանեցրեց թեմը, թե չէ որոշակի նիկոլականներ ասեն, այս գիրք ինքը չի գրել, ասում եմ, հետո վա գրեմ, այ Թերեզանա գրել, ինքնիշխանությունից է խոսում, ինքնիշխան երկիրը բանակա ունենում, ինքնիշխան երկիրը հարևանի ասելով գերբուդրոս չի փոխում, այ բոլզի տղեք, որ այսօր դեր գետիրից արած եք ուզում հանեք, ես եք ուզում հանեք, կամ ցեղասպանությունից եք հայաժարվան, թուրքի հետ խաղաղ ապրենք։ Ատենց ասողները 1915 թվականին միլիոնուկես ծսրին անապատների մեջ, այն մարդիկ ովքեր ուզում են թուրքի հետ խաղաղ ապրեին։ Այսօր նույնիսկ նույնն եք ուզում, նույնը կլինի, ինչ ա եղել, կտանենք ծսրն են ձեզ հետ անապատների մեջ, այն ժամանակ կնենք ինքնիշխան, ու նույնիսկ կսեք ռուսը թող մեզի օգնի, բախի չօգնեց, Եվրոպան թող մեզի օգնի, Եվրոպան այսօր քիքնյա չի կարող օգնի։ Ես ինչ վերաբերում է Հայկ Դեմոյանին, պարոն Դեմոյան, ես իմ աջակցությունն եմ հայտնում ձեզ, ես իմ աջակցությունն եմ հայտնում այն գիմնաստին, Լիժնիկին, իմ աջակցությունն եմ հայտնում այն քինգբոքսինգը, այն Սուրեյմանին, տաջիկ տղահանավոր ավելի շատ հայական թե բանակի սրած գանտոնները, որոնք որ բարձր է բավ հայ զինվորի պարտիվնոյի տաժանապատությունը, այդ ինչ թուղթիակ որ մանել եք, այդ այս տակ պահեք, ու ոչ մի պարագայում, ոչ մի դիչը վստեք, ու ոչ մի տեղից է թուղթը չհանեք, միջել ես չկամ։ Այսը թո մեկը հալի Հայկ Դեմոյանին աջակցի, միակ հագականով։ Բոլզի տղեք, խուզարկություն են անում, այդ խուզարկություն տվող դատավորին պիտի ես հանձնեմ թուրքերին անձամբ ծսցնել, որ թուրքի խեռը պենից թուրք չկա, որ այդքան քաղցնա։ Ֆոնչու շակալատը լցելու են թուրքի խեռի վրեն, կող են դատավորի նավարի պերանը։ Ասեմ թե ֆոնչու արեք։ Որ դառնա black and white, վերջում էլ։ Прямо из источника լցեն այդ նույն խուզարկության որոշում տվողի նավարի պենի մեջ։ Լիքը սպերմատազոիդներ, ու այդ նույն քեմիչների, ու այդ նույն դատախազների։ Բոլզի տղեք, դուք մարդ կոչվելու իրավունք չունեք, դուք պրոստը հոմեսապես եք, ու վերջ։ Աջակցությունս եմ հայտում Հայկ Դեմոյանին, այն Լիժնիկին և բոլոր այն մարդկանց, ովքեր շարունակում են իրենց համար հայ, այլ ոչ թե հայի պասպորտով թուրք։ Մի հատ էլ ամսի 30-ին պիտի գնան հրապարակում, բանը դիսկոթեք պարեն, էս չեք դուք, էս չեք։ Ասում եմ, մենք քիչ ենք, բայց մենք հայ ենք, ասում, ես սատարում այն քիչ զանգվածին, ով իրեն հայ է համարում, ոչ թե հելնա մենք ինքնիշխան ենք, ուտես կոմենտարյաներ են գրել։ Կոմենտարյա գրելու տուղը փողոցել, ինքնիշխան գրող։ Ինքնիշխան։ Այս կանը, խոսում է ամենան հայոց Վարդան Ղուկասյանը։